Հիմար որդին, լատիշական հեքիաթ։ Մի մարդ ունենում է մի տղա, որին բոլորը հիմար են անվանում։ Դե հարազատներն էլ են նրան հիմար ասում։ Մի անգամ հայրը տղային ուղարկում է տատի մոտ։ Երբ տղան տուն է գալիս, հայրը նրան հարցնում է. Հիմար տղաս, տատդ ինչ տվեց քեզ։ Ինչ տվեց։ Ասեղ տվեց։ Իսկ ուր դրեցիր ասեղը։ Մարդիկ խոտ էին տանում, ես էլ իմ ասեղը խրեցի խոտի մեջ, հետո ինչքան փնտրեցի, չգտա։ Տղաս, ասում է հայրը, ասեղը պետք է գլխարկիդ վրա խրեիր, որ չկորչեր։ Լավ հայրիկ, մյուս անգամ կիմանամ։ Մյուս օրը հայրը նորից է տղային ուղարկում տատի մոտ։ Երբ տղան տուն է գալիս, հայրը հարցնում է. տղաս, տատդ քեզ ինչ տվեց։ Ինչ տվեց։ Շանձակ տվեց։ Ինչ արեցիր նրան։ Քո ասացի պես արեցի, մցրեցի գլխարկիս մեջ, դե նա էլ սատկեց։ Հիմար տղաս, ասում է հայրը, շանը պիտի պարանով կապեիր և կանչեիր քուչի։ Լավ հայրիկ, մյուս անգամ կիմանամ։ Նորից է հայրը տղային ուղարկում տատի մոտ։ Երբ տղան տուն է գալիս, հայրը հարցնում է. Դե հիմար, տատդ ինչ տվեց քեզ։ Միս տվեց։ Իսկ ուր է միսը։ Դե ինչպես ասացիր, այդպես էլ արեցի, միսը կապեցի պարանից ու սկսեցի կանչել քուչի։ Գյուղի բոլոր շները հավաքվեցին ու միսը կերան։ Հայրը տեսնում է, որ հիմարը հիմար էլ մնում է։ Էլ նրան ոչ մի տեղ չի ուղարկում։